մի հրաշալի անձնավորություն կա կողքս կանգնած, որի անունն է Արթուր Սեդրակյան։ Միգուցե շատերը ճանաչում եք նրան։ Միգուցե շատերն էլ նրան աշխարհիկ կյանքից են ճանաչում, որովհետև նա եղել է բանտում ու բանտում է հենց Հիսուս Քրիստոսին ճանաչել, սիրելիներ, ոչ միայն բանտ անստել, այլ բանտում, այն որ ասում են հարցեր ա լուծել, բանտ ա նայել, բայց հիմա Տիրոջ մարմնի վրա հրաշալի ազդեցություն ունի, հիմա պատմություն ա կերտում։ Արթուր ջան, ինչ խոսք կուղես մեր դիտողներին ու ինչ կոչ կանես քո սրտից։ Ես ընդհանրապես առաջինը կոչ կանեմ այն մարդկանց, ովքեր ունեն կախվածության մեջ լինող մարդիկ, ովքեր ունեն բանտերում մարդիկ, ես կոչ եմ անում իրանց, որ երբեք չհանձնվեն ու աղոթեն իրանց գերիների կախվածություն ունեցողների համար, բանտերում լինողների համար, որտեվ օրերից մի օր իմ համար սկսեցին աղոթել եւ ես դարձի եկա Փառք Հիսուսին, այսօր ծառայում եմ Տիրոջը։ Մենք Հայաստանում ունենք լավ վերականգնողական կենտրոններ, մենք այստեղ էլ ենք ուզում Ամերիկայում բարձրացնենք վերականգնողական կենտրոն, աղոթում ենք ու հավատում եմ ես ամեն մի լսող իրան էլ է վերաբերվում, որ կարաս դու փոխվես, կարա գա քո կյանքը դեպի Հիսուսը եւ անճանաչելի դառնա։ Եթե շատերը քեզ ասում են, «Էսի մարդ չի դառնա», դու ես երբեմն քեզ ասել, որ «Էս էլ իմ կյանքն էր, էս էլ իմ ճակատագիրն էր, էս էլ իմ բախտն էր»։ Ես քեզ խորհուրդ կտամ չշարունակես այդպես ասել, այլ ասա ես Քրիստոսով կունենամ լավ ապագա, որտեվ թմրամոլը ունի լավ ապագա Հիսուսով, հանցագործը ունի լավ ապագա Հիսուսով, խավարի մեջ լինողը ունի լույսի հույս Հիսուս Քրիստոսով։ Այնպես որ դու կարող ես վազել դեպի Հիսուսը, ունենաս այդ կյանքը, սիրելիս, լավ եկեղեցիներ կաշխարի տարբեր ծայրերում, քեզ քիծ Աստծո մեջ, քեզ քիծ եկեղեցական մթնոլորտի մեջ եւ դու էլ կորտնվես։ Ամեն։ Ամեն։ Գիտեք, հեղինակություն հասկացողություն գոյություն ունի սովետական, հետսովետական երկրներում, կարևոր չի ինչ հեղինակություն ունես դու աշխարհում, կարևորը որ դու հեղինակություն լինես Աստծո համար, Աստված նայի քեզ ու հավանի քեզ։ Գիտեք, Արթուրը ժամանակին այդպիսի հեղինակություն ուներ աշխարհում, բայց հիմա արդեն հոգևոր աշխարհում եւ Աստծո մոտ ունի, որովհետեւ Տերը նայեց նրան, Տերը վերսեց նրան ու նա օգտագործում է Արթուրին իր փառքի համար ու շատ մարդկանց կյանքեր են փոխվում այս հրաշալի անձնավորության միջոցով, այնպես որ Աստված օրհնելով օրհնի ձեզ։ Եղեք օրհնված։ Տերը օրհնի ձեզ։ Եղեք հոգևոր հաջողակներ, ում է պետք աշխարհի հաջողությունները։ Այո, այո։